Արդացեք սովորեք, ու ի վերջո կրթվելը նորաձև է։ Թեժ է սկսվում Գյումրիի ավականու հերթական նիստը։ Կրթվելը նորաձևություն համարող ՔՊԱ-կանը մունատ է գալիս գործընկերների վրա։ Անտրամաբանական անգրագետ հայտարարություններ չանել։ Նրան կարգի է հրավիրում Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Արաքելյանը։ Տիկին Հարությունյան, խնդրեմ որակավորում եմ, որակավորումներ չի տալիս։ Չէ, բայց ներողություն, բայց իմ ելույթի ընթացքում կարող ասել, ինչ կապ ունի այդ ասած այդ նախագծի հետ։ Ուղիղ կապ։ Քնարիկ Հարությունյանն ու իր թիմակիցները, որ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո բոյկոտել ու տապալել էին ավականու նոյեմբերի նիստը, հիմա էլ որոշել են շահարկել քաղաքում ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու նախագիծը։ Այսօր եկել քննարկում ենք մի հարց, որտեղ ոչ թե մենք փորձում ենք Գյումրեցու բեռը թեթևացնել, այլ ինչ-որ չափով փորձում ենք Գյումրեցու վրա բեռ ավետացնել։ Ներողը պետք է քննարկվի, պետք է ուսումնասիրվի ամբողջ մեր ձեր ասածը հասարակության խավը, թե ինչքան են Երևանի նման 60,000 չեն տարգելու բնավային։ Երևանը 5 համապատասխան Դե եմ ասում, Գյումրուն համապատասխան։ Գյումրուն համար առանց գյումրեցիների Գյումրուն համապատասխան է պետք է լինի, դա առաջարկությունները Կայանատեղիների դրույքաչափ սահմանելու նախագիծը հանվեց օրակարգից։ Քաղաքը գոտի ավորելու հստակ մեխանիզմներ ունենալուց հետո միայն նախագիծը կներկայացվի ավականու քննարկմանը։ Իսկ օրակարգում ամենակարևորը քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատումն էր, ըստ որի համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան։ Այս տարի որոշել ենք ավելացնել համայնքային ծառայողների աշխատավարձերը 20%-ի չափով, իսկ մնացածներինը 10%-ի չափով։ Ինչու՞, որովհետև, ինչպես գիտեք, ամբողջ հանրապետությունում միակ համայնքն է եղել Գյումրի համայնքը, որտեղ աշխատավարձերը շատ ցածր են եղել։ Եթե մենք նախատեսում ենք 20% աշխատավարձի բարձրացում անել, ապա ինչ միջոցներով ենք անելու դա։ ՔՊ-ն դեմ է քվեարկում Գյումրիի բյուջեի նախագծին, բայց չի տապալվում դրա հաստատումը։ Համայնքապետարանում կալանավորումներից հետո միասնական մնացած 4 խմբակցությունները 18 ձայնով հաստատում են քաղաքի հաջորդ տարվա բյուջեն։ 2026-ին Գյումրին կունենա 7 միլիարդ 582 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ 400 միլիոնով ավելի։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։